Սաղորը նստած բան է, հեծանիվ ա քշում, սրտիկ մրտիկ ա բանանում։ Դուք տեսել եք, ասենք, դե մի հատ թող այդ հեծանիվը նստի, սրտիկը բանը դնի, մի հատ գնա այդ սրտիկով բանով մի հատ Վրաստան, էլի, ասենք մի հատ Բավրայ անցակետում սրտիկ անի, մի հատ գնա Բագրատաշենում մի հատ սրտիկ ցույց տա, մի հատ անցնի մի հատ էլ Լարսով մի հատ սրտիկ ցույց տա։ Մի հատ գնա այդ բոլոր այդ մարդկանց մի հատ այդ սրտիկներով բանով, սենց բանով, էլի, խոնարհվի մի հատ սրտիկ ցույց տա բանանի։ Չգիտեմ ինչքան կտեր որ հեծանիվով գնա, բայց կարծում եմ արդյունավետ, այդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի։ Առաջարկս տա, հեծանիվը նստի, սրտիկներով բանով, մի քանի հոգի էլ հավաքի իր թիմից, տենց սրտիկ անելով, ստեղից գնան այնտեղ, կարող ահագին օգտակար բաներ կլսեն։ Բեռնատարի վարորդներ կան, որ այնտեղ հիմա չեն կարող բեռնատարները նստեն գան, որովհետև գիտեն, որ իրենք կպատժվեն։ Դրանից տուժում է մեր տնտեսությունը, արտահանումները, ներմուծումը եւ այլը եւ այլը։ Հիմա էլ այս մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի։ Հայաստանի Հանրապետության մտնող 3 ուրեմն մեր անցակետերը փակել են, որովհետև այս ընթացքում էլի հստակ պատասխան չի տրվել։ Հիմա էլ էլի որ հարց ես տալիս, ասում ես լավ, ժամկետ կարաս ասես, այս մարդը վարկա վերցրել, այս մարդը վարկային պարտավորվածություններ ունի, տնտեսվարողը իր ապրանքը տանի, բերի եւ այլ եւ այլ։ Ասում է չէ, դե մեզնից կախված չի։ Ձեզնից ի՞նչն է կախված։ Ստատուս գրել, թիրախավորել եկեղեցին, ամբողջ օրը բաց եկեք ստատուսները նայեք։ Եկեղեցու թիրախավորում, ուրիշ ամեն ինչով զբաղվում են բացի իրենց գործով։